Առաջին հերթին կարծում եմ, երբ խոսում ենք, ես շատ խոսել եմ բնականաբար մարդու իրավունքների տեսակետից այստեղ, ամենակարևորը, որ երբեք ավելորդ չի շեշտել, երբ խոսում ենք մարդու իրավունքներից, մենք խոսում ենք մի կողմից պետության մասին, այսինքն իդեմս իշխանության, բնականաբար, մյուս կողմից ու մասին, որ տվյալային խոսքը գնում է։ Սա ինչի է այս պահին կարևոր, որովհետև առկա իշխանությունների կողմից տարվող արշավը եկեղեցու եւ նրա սպասավորների աջակիցների դեմ շատ հաճախ մեկնաբանվում է որպես հակամարտություն երկու կողմերի, ինչը անխուսափելիորեն դնում է որոշակի հավասարության նշան, այսինքն մրցակցության, մրցակցայնության պատրանք է ստեղծվում, մինչդեռ դա բոլորովին այդպես չէ, մի կողմից պետությունը ունի ահռելի պետական ապարատ, համատության մեջ կարելի է անվերջ լծակներ, ուժի կիրառման բացարձակ մենաշնորհ, ուժային կառույցների գործողությունները կառավարելու ունակություն, այդ չեմ ասում անհատ աջակիցների մասին, որոնք կառույցի մեջ տարբեր դիրքեր են գրավում եւ ունեն իրենց ազդեցությունը։ Մյուս կողմից եկեղեցին, եթե օրենքի գոնե տեսակետից նայենք, 4 օրենքի տեսակետից, դա ընդհանրապես մեկ միավոր կրոնական կազմակերպություն է։ Հետևաբար իշխանությունների կողմից տարվող այս արշավի համատեքստում չի կարելի դնել այդ հավասարությունը, նշանակում թույլ տալ, որ դա կալվի այդպիսին, այն անվանելով երկու կողմեր, երկու սիրուն մրցակցություն եւ այլն։